Բարև ձեզ երեխաներ։ Եկեք սկսենք օրացույցից։ Այսօր ամսի քանիսն է։ Ապրեսին աճանալի ցույց տուր օրացույցի վրա։ Իսկ շաբաթվա որորն է։ Ով կաս։ 5 շաբթի սոնա կարող ես ցույց տալ։ Ապրես։ Երեխաներ, մենք միասին ուսումնասիրել ենք թվերը։ Եկեք հաշվենք։ 1, 2, 3, 4, 5, 6, այո, հասանք 7-րդ թվին։ Երեխաներ, ինչ է այստեղ պատկերված։ Նայեք, ինչեր կան այստեղ։ Խնձորներ, եկեք հաշվենք։ 1, 2, 3, 4, 5, 6, 7։ Իսկ կարող եք տեսնել 7-ի մեջ քանի հատ 1 կա։ 1, 1, 1, 1, 1, 1, էլի 1, քանի հատ 1 կա 7-ի մեջ։ 7 հատ 1 ապրեք։ Հիմա տեսնենք 7-ի մեջ քանի հատ 2 կա։ Ա2 խնձորները առանձնացնում եմ։ Քանի հատ 2 կա։ 3 հատ 2 և 1 հատ 1։ Երեխաներ, տեսեք, այս մի խնձորը ընկեր չունի, նրանց էլ է միայնակ։ Եթե իրար կպչվեք, իրար կգելեք կտավ։ Եթե մեկներ լինեն, կունենար ընկեր։ Քանի հատ 2 եղավ 7-ի մեջ։ 3 հատ 2։ Հիմա ավելի եմ բարդացնում։ Տեսնեք, քանի հատ 3 կա 7-ի մեջ։ 1, 2, 3։ 1, 2, 3։ Եվ այս մեկը մնացել է էլի միայն։ Առանց ընկեր։ Էլի ընկեր չունի։ Քանի հատ 3 կա 7-ի մեջ։ 2 հատ։ Շատ ապրեք։ Հիմա երեխաներ, բարձրացնում ենք մեր աջ ձեռքը։ Ապրեք, մանե ջան, դա աջն է, հիկա։ Աջ ձեռքը, ապրեք։ Հիմա իջեցնում ենք այդ ձեռքը, բարձրացնում ենք ձախ ձեռքը, ինեսա։ Ապրեք։ Դե քանի որ մենք գիտենք, որն է աջը, որը ձախը, նայում ենք նկարի երեխաներ։ Նկարում ինչեր են պատկերված։ Ինչ եք տեսնում։ 7 զուգները։ Տեսեք երեխաներ, սպիտակաձյունիկից դեպի ձախ, նկարի ձախ կողմն ենք նայում։ Քանի թզուկ կա։ 4։ Իսկ աջ կողմում 3, շատ ապրեք։ Հիմա մյուս նկարն ենք նայում։ Ինչ եք տեսնում։ Այ երեխաներ,
Էլինա ջան, իսկ կարող եք բաժանել, քանի խմբի կբաժանենք շաբաթը, շաբաթվա օրերը, քանի խմբի Մարիամ։ 2, ապրես։ Այդ խմբերը ինչպես կանվանեն։ Աշխատանքային և հանգստյան օրեր։ Եկեք բնութագրենք աշխատանքային և հանգստյան օրերը մանեն։ Օրինակ ես աշխատանքային օրերը ասեմ աշխատասեր, ջանասեր օրեր։ Իսկ հանգստյան օրերը ինչպես կան կբնութագրենք։ Քրկոտ օրեր շատ ապրես Լինա ջան։ Ծույլի օրեր, Ինչու երեխաներ, ինչու ենք ասում, այս ինչու ասացի աշխատասեր, ջանասեր օրեր, աշխատանքային օրերը, մենք այդ օրերին ինչ ենք անում, գալիս ենք մանկապարտեզ, էլ ինչ ենք անում, աշխատում ենք, ջանք ենք գործադրում, օրինակ դուք որ առավոտյան վեր եք գնում, ակնանում եք, ինչ եք անում, տեղից չենք գուրում, այո, էլ ինչ եք անում, ատանները լվանում եք, լվացում եք, այ մենք շտապում, ադաշում եք, շտապում եք, որ գաք մանկապարտեզ և մանկապարտեզից ինչ չանեք, չուշանակ մանկապարտեզից, այո, Էլինա ջան, ասա, կոշիկեր են հագնում, իհարկե, դե հիմա եկեք կանգնենք և երգենք շաբաթվա օրերի երգը։ Շաբաթն ունի 7 օրեր, 7 օրեր, 7 օրեր, շաբաթն ունի 7 օրեր, 7 օրեր, 2 շաբթի, նստիր, 3 շաբթի, 4 շաբթի, 5 շաբթի, ուրբաթ, շաբաթ, կիրակ, ապրիլ, նստեցինք բոլորս։ Հիմա երեխաներ, ես ձեզ ցույց եմ տալիս խաչքար, դուք պիտի գուշակեք նկարը։ Երեխաներ, եթե ճիշտ գուշակեք նկարը, ահա այն վանդակները տեսնում եք, այդ վանդակները սեղմելուց կբացվի։ Եթե սխալ գուշակեք, չի բացվի։ Հիմա նայում եք առաջին նկարին, ինչ է պատկերված։ Այս վերևի առաջին նկարին ենք նայում։ Ծիածանի գույներով, ապրես, ծիածանի գույներով։ Ինչեր են դրանք։ Շաբաթվաները, ապրես Մարիամ ջան, հիմա տեսնենք ճիշտ եք պատասխանել, տեսնենք կբացվի մեր վանդակը, ահա, սա էլ բացվեց, հիմա նայում եք երկրորդ նկարին, դուք թվերը գիտեք, ճանաչում եք, նայում եք երկրորդ նկարին, ինչ է պատկերված, սպիտակաձյունիկը և թզուկները, թզուկներ տեսնեք, Թզուկներ, այո, ահա, ճիշտ եք պատասխանել երեխաներ, երրորդ նկարին ենք նայում, այստեղ ինչ է պատկերված, ինչ է սա, նոտաները, քանի նոտա կա երեխաներ, դո, ռե, մի, ֆա, սոլ, յա, սի, հիմա նայում եք չորրորդ նկարին, ինչ է, նկարում ինչ է պատկերված, ծիածան, տեսնենք ճիշտ եք պատասխանել, այո, ծիածան, հիմա երեխաներ, մենք շատ անգամ միասին ասել ենք առանց ասացվածքներ, ով կարող է հիշել
ստեղծել այդ առածաշրջանը։ Պիկնիկի շորտ կարելիս շատ ապրես Նինա ջան, որ հիշում եք, կտորը կտրելիս, ես ձեզ ասացի, հիշեցիք, չէ՞։ Այո, հիմա էլով կարող արդ չէ, ինչ է սիրում երեխաներ։ Էլ ինչ է սիրում։ Հիմա այ արջի մասին առած ասացված ես ձեզ ասել եմ, հիշում եք։ Ապրես Նինա ջան, բայց պիտի թողնեք ուրիշներն էլ պատասխանեն, չէ՞։ Որ բոլորդ մասնակցեք։ Արջը 7 երկիդի 7-ն է, տանձի մասին է։ Հիմա ես ձեզ առաջարկում եմ մի հանելուկ, որ դուք պիտի գուշակեք։ Թվաշարքում իմ տեղն ասել ձեզ, ոչ մեկի տեղը չեմ խլում ես։ 6-ից հետո եմ ես գրվում միշտ, իմ գրությունը սովորեք ճիշտ։ 7-ն է, ապրեք։ Մարմին ունեմ սլացիկ, ճիշտ մեկի նման, կատար ունեմ գեղեցիկ, ակնորի նման, ի՞նչն է։ 7-ն է, շատ ապրեք։ Զոնտիկ թե անձրևանոց։ Անձրևանոց։ Հիմա երեխաներ, մենք պիտի կատարենք աշխատանք։ Ես ձեզ բաժանում եմ նորից 4 խմբի։ Առաջին խումբը երեխաներ, դուք ունենալու եք անուններ, ձեր խումբերը ունենալու են անուններ։ Առաջինը նկարիչն էր, երկրորդը հմուտ ձեռքեր, երրորդը ստեղծագործողներ և չորրորդը նորարարներ։ Կհիշեք ձեր անունները։ Այո։ Հիմա առաջին խումբը երեխաներ պիտի 7 թվանշանը ներկի Հայաստանի երագույն դրոշի գույներով։ Հիմա ես ձեզ մատիտներներ կբաժանեմ։ Այո։ Երկրորդ խումբը հմուտ ձեռքերը պիտի ոսկով, բրնձով և հնդկաձավարով ստանա 7 թվանշանը։ Նորարարները երեխաներ ծիածանի գույների հերթականությամբ, այս կտրտած գունավոր թղթերով պիտի ճիշտ հերթականությամբ փակցնեք թղթի վրա։ Իսկ մյուս խումբը ծեփատախտակի վրա ծեփոնով և եղևնու կոներով պիտի պատրաստեք 7 թվանշանը։ Պարզ է երեխաներ։ Այո, հիմա նկարիչների խումբը այնպես եք աշխատում, որ գծերից չանցնեք երեխաներ։ Եվ պիտի համագործակցեք միմյանց հետ, այնպես չլինի, որ լսում եք Նարեկ ջան։ Հիմա տեսեք, այնպես չլինի, որ բոլորը մեկը ներկի։ Ինեսան կներկի կփոխանցի Էլինային, հետո կփոխանցի Էլինան Վարդանին, Վարդանը Նարեին և այդպես իրար հետ կներկեք միասին, հասկացաք։ Այո։ Երկրորդ խումբը հմուտ ձեռքերը երեխաներ, դուք էլ պիտի այնպես աշխատեք, որ սոսիձը չքսեք ձեր ձեռքերին և այդ ոսկը, բրինձը և հնդկաձավարը հատակին չթափեք։ Հասկացաք։ Դուք էլ երեխաներ օգտվում ենք կերտաձողից, այստեղ կա կերտաձող, օգտվում ենք կերտաձողից, որպեսզի ձեր մատիկները շատ պլաստիլինով չլինի։ Դուք էլ երեխաներ այնպես ենք աշխատում, որ հատակին չթափվի ոչինչ։ Մեր աշխատանքային տարածքը պահպանում ենք մաքուր և բոլորիդ մեկ հանձնարարություն։ Աշխատելու հետ միաժամանակ յուրաքանչյուր խումբը մտածում է իր 7-ի համար մեկ անուն երեխաներ։ Հասկացաք։
Անուններ եք ասելու ձեր աշխատանքի մասին։ Աշխատանքի համար անուն եք մտածում։ Պարզ է։ Դե երեխաներ, սկսեցինք աշխատել։ Սկսում եք աշխատել։ Ավարտեցիք երեխաներ։ Հիմա տեսնենք նկարիչները ինչպես են աշխատել։ Ապրեք երեխաներ, նայում ենք երեխաներ, ես պիտի բնութագրեմ բանավոր, դուք մյուս խմբերը գնահատեն, գնահատելու ենք երեխաներ 7 միավորով, այսինքն գերազանցը ամենաբարձր գնահատականը 7-ն է, հասկացաք, դուք պիտի գնահատեք, այսինքն հմուտ ձեռքերը, ստեղծագործողները և նորարարները պիտի գնահատեն նկարիչներին, ինչպես է ստացվել իրենց աշխատանքի երեխաներ։ Գեղեցիկ է, չէ, շատ գեղեցիկ է, ինչ կգնահատեք, այ 7 միավորից քանիսը կտակ իրենց։ Այսինքն եթե գեղեցիկ է, պիտի բարձր գնահատական ստանան, չէ։ Օրինակ, Մարիամ, ինչ կգնահատես դու։ 7, ապրես։ Նկարիչները ստանում են 7։ Հիմա հմուտ ձեռքերը, շատ գեղեցիկ աշխատանք է երեխաներ, շատ։ Հիմա տեսնենք, ստեղծագործողները, ձեր 7-ն էլ երևի մրսել է գլխարկ է դրել։ Գոտի է կապել, շատ գեղեցիկ է։ Նորարարները գեղեցիկ ծիածան են պատրաստել, սիրուն է շատ, ապրեք։ Հիմա տեսնենք ինչ անուններ եք մտածել ձեր աշխատանքների համար երեխաներ։ Ձեր աշխատանքի անունը ինչ է։ Նարե ջան, ինչ է անունը ձեր։ Նկարչություն, բայց 7-ի համար այ եռագույն դրոշով ինչ կասեք։ Օրինակ ինչ կասեք, Ինեսա։ Ինչի դրոշն է, չեք մտածել անուն։ Հայաստանի դրոշն է, չէ, օրինակ ինչ անուն կար, Վարդան ջան, ինչ անուն կտաս ձեր նկարին։ Կարող եք ասել Հայաստան։ Այո, ասել էի, որ մտածեք, չէ։ Իսկ դուք։ Մեր 7-ի անունը զարդարված 7 է։ Զարդարված 7, ինչու մտածեցիր զարդարված 7 Մարիամ ջան։ Գրեչ հնդկածավարով։ Զարդարեցիք, շատ ապրես, զարդարված 7-ը։ Դուք ինչ եք մտածել։ Ինչ։ Գլխարկով 7-ը, այո Մանե ջան, ապրեք, իսկ դուք քանի գույն ունի ձեր ծիածանը երեխաներ։ 7 գույնանի ծիածանը, ապրես։ Երեխաներ, բոլորիդ աշխատանքը շատ կողքիկ և գեղեցիկ է, շնորհակալ եմ աշխատանքի համար, բայց ինձ ամենաշատը դուր եկավ այն հմուտ ձեռքերի աշխատանքը, որովհետև նրանք իրենց նախ մտածել էին շատ գեղեցիկ անուն, զարդարված 7-ը, ճիշտ է, իսկ դուք ինչ էիք մտածել, գլխարկով 7-ը, իջեցու Վարդան ջան, բոլորիդ աշխատանքները շատ լավն են, ապրեք երեխաներ։ Երեխաներ, քանի որ մենք հանդիպեցինք էլի 7 թվանշանին, այնքան կարևոր է 7 թվանշանը, որ 7-ի մասին երգ են երգում,
Հիմա երեխաներ, պատկերացրեք, որ մենք ունենք մի ուսապարկ, մեծ ուսապարկ, որի մեջ կարող ենք տեղավորել այն գիտելիքները, կարողությունները, հմտությունները և արժեքները, որ մենք սովորեցինք։ Ով կարող է ասել, ինչ կարող ենք մենք տեղավորել այդ ուսապարկի մեջ։ Այսօր ինչ սովորեցինք մենք երեխաներ։ 7 թվերը, շաբաթվա օրերը։ Իմացանք 7 թվի մեջ քանի, ասամանի, քանի մեկ կա, քանի 2 կա, քանի 3 կա, չէ, 4-ը չենք ասել։ Եվ երեխաներ էլ ինչ սովորեցինք։ Քանի գույն ունի ծիածանը։ 7, դա էլ ասեցինք, էլ ինչ ասացինք։ Կարողացանք նկարել, կարողացանք ոսկով բրնձով հնդկածավարով ստանալ 7, կարողացանք կոնով և ծեփոնով պատրաստել 7, էլ ինչ կարողացանք։ Ծիածան պատրաստել գունավոր ծիածան, այո, էլ ինչ կարողացանք։ Ինչ արեցին, լավ ժամանակ անցկացրեցին, ինչ տեսանք։ Ծիածան, քանի գույն ուներ ծիածանը և որոնք են ծիածանի գույները։ Այո, ծիածանի գույներն ասացինք, էլ ինչ ասացինք երեխաներ։ Թվերը, այո, թվերն ասացինք, 1-ից մինչև 7 թվերն ասացինք, կարողացանք համագործակցել, չէ՞ երեխաներ։ Այո, կարողացանք համագործակցել միմյանց հետ, էլ ինչ արեցինք։ Կիսաշ թողնված նախադասությունը շարունակեցինք, շատ ապրեցնին աջան, երեխաներ, աչն ու ձախը, տարբերեցինք աչն ու ձախը, հաշվեցինք թզուկներին, այո երեխաներ, համագործակցությունը և փոխօգնությունը շատ կարևոր են, այ տեսաք թզուկները ում օգնեցին, 7 թզուկները օգնեցին սպիտակաձյունիկին, այ ինչպես կարող եք բնութագրել թզուկների արարքը։ Բարություն, այո, ուրիշին օգնելու ցանկություն, մարդասիրություն, չէ՞, նրանք կարողացան օգնել սպիտակաձյունիկին, շատ ապրեք, հիմա կանգնում ենք, մենք հաշվեցինք